Ֆրանսիացի գրող Անատոլ Ֆրանսն ասում էր, որ ազատությունը եւ ազնվությունը անբաժանելի են ինչպես կոռուպցիան եւ բռնապետությունը։ Ողջույն, եթերում Ռեալ Պոլիտիկն է եւ այսօրվա մեր տաղավարի հյուրն է Հայեղափոխական դաշնակցության անդամ, ազգային ժողովի նախկին պատգամավոր Լիլիթ Գալստյանը։ Բարև ձեզ Տիկին Գալստյան։ Դուք ճիշտ է, խորհրդարանում այլևս չեք, բայց ես վստահ եմ, որ հետևում եք մեր երկրում տեղի ունեցող վերջին անցուդարձերին, մանավանդ առջևում նախագահական ընտրություններին։ Շաբաթ օրը տեղի ունեցավ իշխող հանրապետական կուսակցության համագումարը, այնտեղ ծրագրային ելույթով հանդես եկավ Սերժ Սարգսյանը որպես կուսակցության ղեկավար եւ թեկնածու կուսակցության։ Ինչ տպավորություն ստացաք այդ համագումարից էլի, ընդհանուր գծերով։ Այո, դուք ճիշտ նկատեցիք, անշուշտ չեմ կարող չհետևել մեր իրականության մեջ քաղաքական, հասարակական կյանքում կատարվող իրադարձություններին եւ ոչ միայն պարզ հետևող եմ այսպես կողքից, այլ նաեւ դրանք ունենում են արդյունքներ, հոդվածների, տեսակետների տեսքով, այնպես որ շարունակում եմ լինել քաղաքականության մեջ եւ ես կարծում գարնանը, երբ որ հստակ էր որ այլևս խորհրդարանում չեմ լինելու, ես ասացի որ քաղաքականությունից հեռանալու մասին լուրերը չափազանցված են։ Իսկ հիմա անցնեմ վերջին հարցին, համագումարին։ Այո, նայում էի հանրապետականի համագումարը, նաեւ լսում էի եւ տարբեր հեռուստաալիքներով, երբ որ այդ կադրերն էի տեսնում, մի այսպեսի տպավորություն ունեցա, նախ գիտեմ որ այդ դահլիճը մոտավորապես 7000 տեղ ունեցող եւ լեցուն էր դահլիճ, այսպես փայլուն, օսլայած, կարգանշանները պարտադիր օձիքներ ունեցող, այսպես փայլուն տղաների եւ կանանց նոր Վարշավիրանոցից եկած եւ գիտեք, լսում եմ նաեւ ելույթներ, թե ինչպես է այս ընթացքում մոտավորապես խոշոր անասնա քանակի գլխականակը մեծացել հանրապետությունում, թե ինչպես են 80000 կանայք իրենց ձայնը տալիս եւ տալու եւ սատարելու են հանրապետականին եւ նրա թեկնածուին եւ նույն պահին էլ միտքս եկավ, այո, անշուշտ կար, որովհետեւ նույն պահին շատ սյուրռեալիստական էր, որովհետեւ այդ նույն պահին հիշեցի, որ ընդամենը մեկ լուր վերև կարդացել էի, որ այս ամսվա ընթացքում, վերջին 2 ամիսների ընթացքում անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ 7000-ով ավելի մարդ լքել է Հայաստանը եւ այդ դահլիճը հենց 7000 մարդ էր կրում եւ այդ անկրկելությունը 7000 մարդու եւ այդ շքերթը այնքան դիսոնանս կար, այնքան ցավ կար, մեր իրականությունից զրկվածություն կար եւ նաեւ անմիջապես մտածեցի նաեւ այն 80000 կանայք Հայաստանի Հանրապետության, որ հայտարարվեց, որ սատարելու են երկրի նախագահին, այդ հավատարմության գործոնն է իսկապես բարձր գործոն է եւ նաեւ քաղաքական գործոն, բայց միշտ վարքյանին նաեւ մտածում ես, որ այս երկրում, երբ որ աղքատությունը 40%-ի սահմանում է եւ սոցիալական այդ ամբողջ բեռը ծանրությունը, կեղեքումը հայ կանանց ուսերին է եւ յուրաքանչյուր կին թե ինչ սրտի տագնապ ունի, երբ որ լրանում է իր որդու 18 տարի եւ որդին պիտի գնա բանակ եւ այդ նույն կանայք ինչ տագնապ ունեն նաեւ Հայաստանի սահմաններից դուրս, այսպես ասած, կեղեքվող խոպաններում կեղեքվող իրենց ամուսինների, նաեւ իրենց որդիների եւ եղբայրների համար, եւ իսկ կողմից մտածում ես լավ, այս ինքնակեղեքումի այս կրկեսը, այս ում է հարկավոր։ Գիտեք, այդ ծանր զգացողությունները ես անշուշտ ունեցա եւ նույնիսկ ցավում եմ, չեմ ուզում ասել ասենք թե ժանտախտի պահին խրախճանք, դրանք այնքան արժեզրկվել են այդ բոլոր համատությունները եւ շատերն են անում, տեղի եւ անտեղի, բայց ինձ շարունակ ավիրակացած ոնց թակավորեմ եւ ինչու պատմությունը մեզ դա չի դառնում, այս նախադասությունները կան իմ մտքում, սրանք անշուշտ դառնում են հոդվածներ եւ բոլոր մտածողների պես ես ինքս էլ եմ շատ հաճախ մտածում, որն է ելքը, ինչ անել, այդ հարցը մտածող հայ մարդը չի կարող չտալ։ Բայց մյուս կողմից էլ գիտեք ոչ միայն լսեցի նախագահի ելույթը, այլև կարդացի էլ եւ 2 անգամ կարդացի։ Մի շարք պատճառներ, որտեղ ես տողը հարգող մարդ եմ, հրաշալի ելույթ էր գրած, անկեղծորեն եւ որպես տող հարգեցի եւ հարգեցի այն speech writer-ին, ով նախագահի համար գրում այդ ելույթները։ Դե վաղուց եմ կարդում նախագահի ելույթները եւ լսում միշտ այդ հարգանք ունենում եմ գրողի նկատմամբ։ Այդպես Հարապանց գեղեցիկ ելույթ ես լսել եմ Հանրապետության Հայաստանի անկախության 20-ամյակի հայտնի ելույթներ նախագահի
Այդպիսի լավ ելույթներ ես լսել եմ դարձել համագումարի հանրապետականի հերթական համագումարներից մեկում մեր ուրիշ բարձր աստիճան պաշտոնյաներ եւս գեղեցիկ ելույթներ ունեցել են գեղեցիկ լինելուց այո լավ նույնիսկ հրապարակախոսական հրաշալի տեքստեր եւ եթե լինեի որևէ այլ երկրի քաղաքացի խորապես կհարգեի նախ այդ ելույթ ունեցող նախագահի կհարգեի որովհետեւ գիտես մտածում ես որ ինքը կիսում է այդ արժեքները վստահ պիտի կիսի այդ արժեքները որտեղ խոսում եմ որտեղ հակառակ դեպքում չի կարող այդպես լինել այո իսկ կողմից դա մտածում ես որ ինքը նաև եթե կարդում է նաև այդ պահին հաստատ անալիզ ունի չէ իր մտքի մեջ այդ ամենը բայց քանի որ այդպիսի ելույթներ շատ են ունեցել եւ մեր իրականությունը չի փոխվել իսկ նույնիսկ հիշում եմ նաև տողեր թե վարչապետի թե նախագահի որոնք խոստանում էին պայքարել գրփելապաշտության, ցինիզմի, ամենաթողության, թիկնապահների, կոռուպցիայի, երկիրը ճահճացման տանող եւ այլ, այսինքն իրենց ախտորոշումների մեջ ավելի այսպես խիստ են եղել, շատ հաճախ եւ իրենց գրչի զորությամբ ավելին, քան երբեմն նույնիսկ մեջս որտեղ միշտ գրողը կա, ես այդ տողերին եմ խանդել եմ ասում, ինչ լավ տող է գտնված, ես պետք է այդ տողն ասեի, նույնիսկ այդ խանդով եմ նայել, բայց երբ որ իրականությունը շարունակում է մնալ նույն ճահճագույնը, նույն այդ գարշախոտությունը մեր իրականության այլևս գլխի չա դարձել, ես չգիտեմ, չեմ ուզում, անկեղծորեն հարգում եմ նախագահ ինստիտուտը, իսկապես որպես պետության խորհրդանիշ հարգում եմ, բայց ինձ համար այդ խոսքերը դառնում են անարժեք, իսկ լավագույն դեպքում հռչակագիր ես ուզում եմ այլևս վաղուց գեղեցիկ խոսքերով չխաբվող ոչ միայն ես այդ տեսակը չեմ, այլ մեր իրականությունը եւ ինքան չի ուզենա որ հիմա ռուսերեն բառ պետք է ասեմ որ դրանք այսպես խալաստոյ ասում են չէ այսպես օդի մեջ կրակը հերթեր չլինեին ես միգուցե դա գնահատեմ իբրև ապագայի հռչակագիր արժեքների նոր համակարգ սերմանելու բարյականությունը քաղաքականության մեջ բերելու այսպես ուղերձներ եւ ինչպես մեր իրականության մեջ շատերը շարունակ հուսադրվում են ես ասենք արդյունքներին չգիտեմ բայց առանձնապես նույնիսկ զարմանալու ունակությունն է մեր հասարակությունը կորցրել եւ խոսքերով նրան չես խափի այլ արդյունքներով եւ այդ նույն օրը երբ որ շատերը ինձ դեռևս որպես падգամավոր նույնիսկ շարունակում են անցալել եւ այսպես իրավունքների պաշտպան չէ նույնիսկ այսպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի հետ պետքա դուքով խոսել, այս համակարգը պիտի ծառայի հայ մարդուն, գեղեցիկ բառեր, բան, հրաշալի է ամեն ինչ, ժամանակակից է, քաղաքակիրթ է, այս մրցունակ նախադասություններ են, բայց գիտեք շարունակ մեր կյանքը երկու ճշմարտությունների զուգահեռներում ես եւ երբ որ քեզ մոտ գալիս է հայ մտավորական մարդը, որը խաբված այսպես ասած պետության շահերի եւ կարիքների համար հերթական զոհն է, որը ձեռքից վերցրել են իր կենտրոնում իր տարածքը եւ դրա դիմաց ինքը շարունակում է կեղեքվել Հայաստանի Հանրապետության ոչինչ չարժեցող դատարաններում եւ հայացքը Եվրոդատարանինն է, դու ասում ես ախր սա է իմ իրականությունը։ Եվ վերջ, այդտեղ ավարտվում է եւ ընդհանրապես մնում է գեղեցկախոսություն եւ պատմությունը կարձանագրի այդպիսի գեղեցիկ ելույթներ դեռ մի քանի անգամ բայց գիտեք ես սա ցավով եմ ասում որևէ բան չկա այսպես երեսպաշտություն չկա որտեղ ցավով եմ ասում որտեղ այս ցավից անկյունաքարը իմ հայրենիքն է Հայաստանի Հանրապետությունը բոլորիս հայրենիքն եւ նույնիսկ գալիս է մի բան ասում ես լավ ինչպես մենք կարողանանք ուղղորդենք այս մեր պոտենցիալը իսկ ես նաև այսպես շարունակ մտքիս մեջ վերլուծությունների եւ այլնի տալ առնելու մեջ ենք չէ բոլորս եւ նաև գիտակցում եմ որ ըստ էության մենք պատմականորեն ունենք ապրում ենք մի ժամանակաշրջանում երբ մեր անհատի մակարդակով փառահեղ է մեր տվյալները ինտելեկտ, կարողություններ, կայացած հայերի մի հզոր բանակ ունենք Հայաստանի Հանրապետությունից դուրս։ Մենք ունենք այսպես ազգային բուրժուազիա, որը աշխարհագրորեն եթե Հայաստանում չի, բայց Հայաստանի սահմաններից դուրս կայացած մի հրաշալի փաղանգ ունենք, չէ՞, տնտեսության, գիտության, ինչու՞ չէ մշակույթի մեջ, ինտելեկտուալ իմաստով էլ։ Այս բուրժուազիան, տնտեսական եւ մտավոր Երանելի պիտի լիներ, եթե կարողանայինք մենք իսկապես այս պոտենցիալը ծառայեցնել Հայաստանի Հանրապետությանը։ Կյանքը իրականությունը մեզ այդ բարեպատեհությունը տալիս է։
բայց ուր են այն խելամիտ, իմաստուն, քաղաքական այրերը, պատվիրատուն ըստ էության նաև մեր հասարակությունը, հասարակական պահանջը կա, բայց այդ հասարակական պահանջը իրականացնելու համար քաղաքական բացառիկ հմայք, խոհեմություն, քաղաքական կամք եւ այդ արժեքների գիտակցումը կա, կարողանալ այս մի փուճուր, այսքան մի փուճուր 30,000 քառակուսի կիլոմետրերով Արցախն էլ հետը կարողանալ այդ ամեն պոտենցիալը, ներուժը, հայկական ներուժը, նյութականի եւ մտքի շահ կապել ի նպաստ հանուն Հայաստանի։ Տիկին Գալստյան, տեսեք, սա իշխանությունը, հա, կարող ենք ասել իր տեղում չէ, արդեն ինչ որտեղ էլ մարդկանց մոտ հոգնածություն կա, այդ գեղեցիկ խոսքերից թերահավատություն կա, այսպես ինչ որ մի քիչ էլ գուցե ավելի sense թեթև վերաբերմունք, հա, այնց լուրջ չընդունելուն հակվածություն, ընդհանրապես այդ խոսքերին, որովհետև շատ են հնչել, տարիներով հնչում են ճիշտ խոսքեր, հա, բայց արդյունքը նույնն է։ Դա մի կողմից, բայց մյուս կողմից նաև այս օրերին տեղի են ունենում, այսպես ասենք, մի պայթյուններ արդեն օպոզիցիոն դաշտում, այն է Բարգավաճ Հայաստանի ղեկավարը գնում է Բրյուսել, արժանանում ընդունելության, այնտեղ հռչակվում Եվրոպայի համար ընդունելի թեկնածու, 24 ժամից հետո գալիս է այստեղ եւ ընդունում միանգամայն այլ որոշում, որ նա այլևս ոչ միայն թեկնածու չէ, այլև ոչ մեկին չի պաշտպանելու։ Դա մի կողմից, մյուս կողմից այն չարաբաստիկ ձայնագրությունը, որտեղ փաստորեն երկու հոգի, երկու քաղաքական գործիչներ, փաստորեն, այսպես ասենք, խոսում են հասարակության շահերը, հասարակության զգացմունքները, ուղղակի սենց են այդ առևտրի հանելու ինչ որ դետալներ, հա, այսպիսի տպավորություն գոնե ստացավ։ Լավ, ասենք լավ, իշխանությունը լավը չի հասկացանք, բայց իշխանությանը ասենք հակակշիռ իշխանությանը աշխատել ստիպող այդ հատվածը, որ պետք է լիներ օպոզիցիայի ձևով։ Բա դա ինչ է իրենից ներկայացնում։ Այսինքն ընդհանուր գծով դուք ինչպես եք տեսնում դա։ Ձեր հարցը այսպես հարցերի համագումար էր, որին եթե պատասխանեմ, դու պիտի պատասխանես մեր իրականության ողջ քաղաքական անատոմիան պիտի մեջտեղ բերես։ Նախ ընդհանուր ինտեգրալով այսպես ասեմ։ Այո, ընդհանուր գծերի մեջ ասեմ, որ մենք ըստ էության այսպես թվացial պսևդո ժողովրդավարության մեջ ենք ապրում։ Իմիտացիոն ժողովրդավարություն եւ հակառակն համանդրական ամրագրումին քաղաքական ժողովրդավարության որևէ ինստիտուտ Հայաստանում չի կայացել։ 1 Սա նշանակում է, որ ընտրությունները Հայաստանում ոչ միայն իշխանակազմության, այլև իշխանափոխության գործիք չեն։ Շատ կարևոր մի բան։ Սա երկու։ Լոկ միջոցառում, որը հերթական միջոցառում, որոշների համար փող աշխատելու, ինչու՞ չէ, շտաբներում բանում փող են աշխատում, որոշները հավատարմություն, ոչ այն ինչի համար։ Այո, շատերը հավատարմության ռեսուրսներ են գործադրում, հետո նշան են խփում, հետո դրա դիմաց ստանում են այս բյուրոկրատիա հիերարխիայում տեղեր եւ այլն, այսինքն մի քիչ ավելի լուրջ ասեմ, ընտրությունները Հայաստանում ոչինչ են։ Ժողովրդավարական ինստիտուտներից մեկը նաև քաղաքական ինստիտուտներն են, նկատի ունեմ կուսակցությունները։ Կուսակցությունների դեգրադացիա մի ամբողջ 22-ամյա պատմություն եւ որպես կուսակցությունը որպես քաղաքական պատվիրառու եւ հանրային պահանջների եւ հանրային սցենարների իրականացնող արժեզրկվածը մեկ։ Հայաստանում ընդհանրապես քաղաքացիական հակառակ, որ այս 22 տարի միջազգային կազմակերպությունները ինչ ճիգ ջանք ներդրում նյութական միջոցներ խաղեր տվեցին Հայաստանում քաղաքացիական հասարակություն, որտեղ դա վերևից պատվեր էր, ոչ թե քաղաքական ներքևից պատվեր, վերևից ձևավորված քաղաքացիական հասարակություն, մեկը տեսնում ես ինչ որ մի ՀԿ ինքը իր իրավունքները սահմանափակելու մասին օրենքի նախաձեռնությունն է ստեղծում եւ հասկանում ես թե պատվերը որտեղից է գալիս։ Մի խոսքով ստեղծում ենք հանրային խորհուրդ, որ ըստ էության հակասահմանադրական կառույց է եւ հանրային խորհուրդը բերում են իրենց սիրելի միշտ այդ նույն քեֆի սեղանի կներեք, բայց հիմնականում այդ նույն քեֆի սեղանի մտավորականներին, որոնք հանրային խորհուրդ են, այսինքն մենք այս 22 տարիներին անկախության ամեն ինչ արեցինք ջախջախելու պետության բոլոր ինստիտուտները, վարկաբեկելու, ազգային ժողով, որը բացարձակապես չի ներկայացնում Հայաստանի Հանրապետության քաղաքական, իրական քաղաքական գունապնակը եւ իր մեջ չի ներառում այդ քաղաքական եւ սոցիալական պատվերը, որ պետք է ժողովուրդը բերեր։ Մյուս կողմից մենք մեր ամենամեծ ողբերգությունը, որ 22 տարիներին ըստ էության անկախության 22 տարիներին մենք բուծեցինք հայ մարդու ստրուկ պատվիրառու տեսակը նաև։
մեծամասնությամբ եմ ասում, այսպես հաճախորդ տեսակը, որ իր ազատությունը, իր անկախությունը, իր տեսակը, իր կերպը, այս ամենը վաճառեց 5-ից 15,000-ով։ Եվ այս իրականության մեջ, երբ որ քո ազգի բարեհոգեբանական, տեսեք, մենք խոսում ենք որևէ պետության ռեսուրսների մասին, բացի աշխարհագրությունը նրա, բացի նրա ռեսուրսները եւ այլն, այդ ռազմավարական ռեսուրսների մեջ մտնում է ազգի բարեհոգեբանական նկարագիրը։ Մենք այսօր հուսահատված, հուսալքված, չհավատացող մարդկային ռեսուրսի որակը, որով պայմանավորվում է նաև քո իշխանության որակը եւ մարդկային որակը, հասարակության որակը եւ իշխանության որակը այս երկսայր սուրա կամ երկերեսանի մեդալի երկու կողմերը, որտեղ չի լինում լավ հասարակություն, վատ իշխանություն, սովորաբար դրանք փոխշաղ կապված են իրար։ Եվ այս բարեհոգեբանական քաղաքական ճգնաժամի, իսկ ավելի վատ բառերով կարող եմ նաև ասել, նկարագրել, բառերը վատ չեն լինում, բառերի տեղին եւ չտեղին օգտագործումն է լինում։ Մի խոսքով այս բոլոր ախտանիշներով մեկ էլ այս իրականության մեջ դուք ուզում եք, որ որևէ մեկը քաղաքական ճիշտ կեցվածք ունենա եւ կուսակցություն, այս խորհրդան հայտնված այդ կուսակցությունները իրենց այդ ասած ստվար բանակներով դրանք 15,000-անոց տղեկի ակումբներ են ըստ էության 15,000-ով առնված եւ եկած եւ ըստ էության ես մի հոդված էի գրել քաղաքական ամլության տրոյական ձիերը Հայաստանում 22 տարի քաղաքական մի մշակույթ է ձևավորվել, երբ որ շատ հաճախ են վերևից իշխանությունը իր Արբանյակ pilot project կուսակցություններ է ստեղծում, հետո երբ որ իրանք նաև դառնում են այսպես կեցվածք են դրսևորում եւ դառնում են ոչ ցանկալի։ Եվ այդ մեկը տեսնում ես, որ 450,000-անոց մի բանակ մնաց անտեր, իբրև թե, բայց այդ բանակն էլ բանակ չի, էլեկտորատը ինչ է, այդ նույն մարդը 15,000-ով սրան անտեր թե նրա համար միևնույնն է։ Դուք գիտեք ինչն է, տրամաբանություն փնտրել, երբ որ դուք ձեր հարցը իր մեջ տրամաբանական կլներ, եթե մենք ժողովրդավարական երկրում լինեինք, եւ ես ասեմ ինչպես կարող է այդպես լինել, նրա 450,000 էլեկտորատը ոտքի կկանգնի։ Մի կողմից է ցավում եմ ասում, բայց այդ էլեկտորատին հետո մի մեծ մասին, միշտ ուզում եմ որ հանգած մեր հասարակությունը չի վիրավորի, որտեղ ես գիտեմ, որ մեր հասարակության մեջ առողջ մտածող, պարկեշտ, ազնիվ քաղաքացի երկրի տեսակը կամ մենակ ստրուկը չենք մենք։ Ես ուզում եմ որ այդ մասը չվիրավորվի լսելով մեր զրույցը, բայց այդ 450,000-ի մի ճնշող մեծամասնությանը վաղ ով որ կկաշառի եւ կառնի այդ ձևով կանցնեն մյուս բանակ, դա հավատարիմ քաղաքացին չի եւ ոչ թե այդ կուսակցության, այլ էս երկրի։ Մենք էլ ենք մեղավոր եւ մյուս կողմից էլ նայում ես ընդդիմադիր դաշտ, ընդհանրապես ընդդիմադիր դաշտի ինքնաոչնչացման այս եղանակները եւ այս ֆոնի վրա նախագահի Սերժ Սարգսյանի ելույթը, որ ասում էր, որ մարդակենտրոն մենք քո քաղաքացու հետ դուքով պիտի խոսես եւ համակարգը պիտի ծառայի քաղաքացուն, ինչ բարձր իդեալներ է ուղերձում պատգամներ հասարակության եւ երկրորդ օրը քո ստորաքարշ դիզբոնյան ձեռագրով դավադրությունների եւ ամբողջ մեր պատմությունը այս 22 տարիները եւ մեր պատմական ժառանգությունը նամակ ռուսաց թագավորի եւ դիզբոնից մարզպան բերելու փիլիսոփայության մեջ է եւ մեկ էլ նախագահ ելույթը հələ շատ բաներում դեռ են որ ձայնը դեռ չէր մեղմվել մեկ էլ դրա հոսում պայթում է գաղտնա լսում է մի կողմից դու խղճում ես քո անվտանգությանը որ կարող այդքան անվտանգ լինի որ ինքը միանգամից արտահոսք տա իսկ կողմից այդքան միամիտ չես հասկանալու որ դա հենց այնց արտահոսք չէր երկու մի կողմից խղճում ես քո նախ դու այս անպաշտպան վիճակը որ մարդը ասում ինքը ոչինչ ամեն վարքյանին կարող մտնի քո ծոցը հասկանում ես օտար մարմինը զգարշելի է զզվելի է եւ հետո ես հասկանում եմ որ այս դիզբոնյան խարդավանքներն ու դավադրությունները եւ անպաշտպանվածությունն է մարդուն նաեւ հուսալքությունից Հայաստանից դուրս տանում հայացքը աղքատությանը մենք կդիմանանք մեր կանայք կգնան Թուրքիաներում եւ չգիտեմ որտեղ կաշխատեն կուղարկեն իրանց տղամարդիկ դիվանի վրա կսպասեն չգիտեմ ինչերի լիքը բաների կարելի է դիմանալ բայց երբ որ այդքան բարյական նվաստացումը արդեն անդին է միգուցե մեր հենց այդ հուսահատության պատճառը նաեւ դա է չպաշտպանված մարդը եւ ինչ անենք այդ դեպքում Ինչ անել, գիտեք, մի տեսակ ինչ անել, ամենադժվար հարցը ինչ անելն է։ Մենք բոլորս հավանաբար տեսնում ենք, որ այս իրականությունը հեռանկար չունի, չէ՞։ Մենք զգում ենք, որ հասարակության մի լուրջ հատված, փոքր հատված, բայց որակյալ հատված նոր Հայաստանի խնդիր է դնում, նոր Հայաստան, նոր քաղաքական օրակարգով,
չէ, որի հիմնական հարցը այսպես ապրել եւ այսպես շարունակել չի կարելի, որտեղ մենք քաղաքական վրցունակության եւ քաղաքակրթական աղբանություն չհայտնվելու խնդիր ունենք։ Բայց երբ որ դու քո հայ մարդուն փոքրացնում ես, քո պետությունն ես փոքրացնում, մեր իշխանության վերևներում չեն հասկանում, որ գիտես, երբ որ դու քո քաղաքացուն փոքրացնում ես, քո քաղաքացին ըստ էության քո պետության բջիջն է, մարդն է, ինքը փոքրացնում է քո բովանդակությունն է եւ քո որակը, քո իշխանության որակը։ Ես չեմ ուզում քաղաքագիտական մեծ բաներից խոսալ, հակառակ որ քաղաքագիտ եմ, իմ երկրորդ մասնագիտությամբ, բայց քո երկրի ղեկավարության հետ այնքան հեշտ է այսպես խոսալը, երբ որ ինքը գիտի, որ դու ներսում իմունիտետ չունես։ Նա հենված չի քաղաքացու վրա։ Չգիտեմ, միգուցե շատ ինչ-որ ծանր բան եմ ասում, բայց իմ անձնական տեսակետն է։ Ես զգում եմ, որ մեր ընտրությունների երգը կանխորոշված է, որտեղ ցավոք սրտի Հայաստանում չկա այն լուրջ ուժը, քաղաքական ուժը կամ ուժերի միասնությունը, որը կարողանա նույնիսկ մեր հիասթափության էներգիան, որը շատ կարևոր է, քաղաքական հիասթափության էներգիան ուղղորդել։ Այդ էներգիան ինչ որ դրական հուն բեր, ուղղորդել հիասթափության էներգիան, այս անկեղծ եմ ասում, ոչ մի այս ոչ պաթետիկություն կամ մեջած ոչ էլ դեմագոգություն հանուն Հայաստանի, միայն հանուն Հայաստանի կարողանալ ուղղորդել այս բացասական կամ հուսահատության էներգիան, որտեղ այդ էներգիան կարող է իր մեջ շատ դրական, պրոդուկտիվ լինել մեզանից յուրաքանչյուր եւ Հայաստանի Հանրապետության համար։ Չեմ տեսնում ոչ այդ անհատին այնքան ցավով եմ դա ասում, որ ոնց կարելի է այդքան ամուլ լինել, ոչ այդ անհատին եմ տեսնում, ոչ էլ կարողանում եմ պատկերացնել, որ մենք կարողանանք ընդդիմադիր դաշտում միասնականության գալ եւ այսօր իմ հիմնական հերոսը, որի հետ ես խոսում եմ, Չարենցն է եւ նրա գիրք ճանապարհին։ Գիրք ճանապարհին, որը վստահ եմ մեզ որակյալ հերոստատիտողա դիտելու եւ գիրք ճանապարհին այդ անստույգ մեր երթի, մեր անստույգ երթի հազարամյակների անստույգ երթի մասին է, որ այդ անստույգությամբ շարունակում է։ Չգիտեմ, մենք գուցե մտածենք, որ ինձ մի քիչ ներշնչում է, գիտեք, նախագահի խոսքը։ Գիտեք ինչով է ներշնչում։ Ինձ ներշնչում է, որտեղ իր բոլոր թիրախները ճիշտ են, մարդկային են, քաղաքական են, բարոյական են, իմն են եւ մերն են եւ մրցունակ են։ Ես մտածում եմ, արդյոք միգուցե ես իմ 2008-ին էլ զգացողություն ունեցա, երբ որ մտածում եմ, որ Սերժ Սարգսյանը այդ արժունի ժառանգությամբ իշխանության եկավ, ինքը պիտի այդ ամբողջ բեռի ծանրություն ունենար եւ ասեր տղեկ վերջ նոր Հայաստան ենք կերտում եւ կներեք եւ բոլոր ովքեր իրան ծառայություններ էին մատուցել լավ եւ վատ, պիտի կարողանար այդ քաղաքական սանիտարիան այն ժամանակ էլ անել, այդ զգացողություն ունեի։ Ես ուզում եմ հավատալ, որովհետեւ դատապարտվածության ընտրության հետևանքի, ընտրության արդյունքի ավելի ճիշտ այդ համոզում ունեմ, ես ուզում եմ մտածել, որ միգուցե Սերժ Սարգսյանին կհաջողվի քաղաքական սանիտարիա անել, լայն իմաստով, ռևիզիա անել եւ այս բեռից ազատվել, բացել, մաքրել դաշտը եւ ապագայի համար, որտեւ իսկապես չեմ կարծում ինքը մենք նրանից ես էլ իրանից լավը չեմ եւ ավելի պակաս չի սիրում ինքը Հայաստանը, քան ես կամ որևէ մեկը, ես չեմ կասկածում դրանում, անկեղծ եմ ասում, բայց միգուցե մենք փորձենք իսկապես նրա քաղաքական օրակարգը նաև ուղղորդել մեր տեսակով, մտահոգ տեսակով, պրոֆեսիոնալ տեսակով եւ կարողանալ հանուն Հայաստանի նաև արագացնել process-ը։ Արագացնել ինչ-որ process-ը։ Ճահճի մեջ են։ Որտեւ ձև չունենք, գիտեք, մենք ես միշտ ասում եմ, մենք երկու ճակատով կռիվ ունենք, չփակված Արցախը եւ մեր ոչ բարեկամական միջավայրը եւ համաշխարհային ինչ ասեմ արտահրավերները եւ այսօր գիտեք մի բան էլ ասեմ որ աշխարհագրությունը որովհետեւ այլևս վարչական սահմանները էական չեն ինչպես համացանցում սոցիալական անդրսահմանային արժեքներ կան եւ մենք կարողանանք նաեւ մրցունակ լինել այդ տեղերում չէ երբ որ ասում են հայկական մտքի եւ հայկական կապիտալի միասնությունը հանուն Հայաստանի եւ իմ համար Հայաստանը իսկապես 40 քանի հազար քառակուսի կիլոմետր չի Արցախ Հայաստան ավելին է որտեղ կա հայի միտքը եւ Հայաստանի տագնապը դե ինչպես դուք լավ ասացիք որ էներգիան նաեւ այս հիասթափության էներգիան պետք է տանել ինչ որ դրական եւ կոնստրուկտիվ հուն որը ապագա կկառուցի
Դե ֆիզիկայից էլ մենք հիշում ենք, որ էներգիան այո չի կորչում, այլ նա վերափոխվում է միան եւ հույսով լինենք, որ հենց դա այդպես էլ տեղի կունենա, փառք Աստծո մարդիկ կան մեր երկրում, ովքեր հենց այդպես են մտածում։ Մանավանդ տարի վերջը լինենք, չէ լավատես լինենք։ Եվ տարեվերջին չգիտեմ, մի քիչ շուտ է բարեմաղթության համար, ամանորյա բարեմաղթության համար, բայց ես ուզում եմ, որ ես հիասթափությանը ասենք ոչ, եւ իսկապես կարողանանք հանուն Հայաստանի նոր տարին նորովի մտնենք, նորովի եւ հանուն նոր Հայաստանի։ Շնորհակալություն Տիկին Գալստյան, հիշեցնեմ, որ այսօրվա մեր տաղավարի հյուրն էր Լիլիթ Գալստյանը, Հայ հեղափոխական դաշնակցության անդամ, նախկին ազգային ժողովի պատգամավոր։